Բոլորիդ ողջունում եմ սիրելիներս, հայաստանյան ջերմություն եմ ուղարկում բոլորին, հատկապես նրանց, ովքեր մայր հայրենիքից հեռու են։ Ձեզ համար, բոլորիդ համար այսօր այսպիսի շատ պարզ, շատ հասարակ, շատ մատչելի ու հեշտ, բայց անչափ համեղ խմորեղեն եմ բերել։ Անկախ նրանից ինչպես կանվանեք, միևնույն է շատ համեղ է ու շատ հարմար, երբ շտապում եք։ Կաղապարը պետք է նախապես պատրաստել, իդեպ դուք կարող եք սովորական տապակի մեջ թխել, ուղղակի իմ տապակը շատ մեծ է խմորի համար։ Սա սովորական տապակի չափսով է 30-40 սանտիմետր։ Քանի որ իմ կաղապարը հատակ չունի, ես այն փայլաթիթեղով կպատրաստեմ ու երկու կտորներ իդեպ իրար միացնում եմ բուսայուղով։ Եթե տապակի վրա եք թխում, ուղղակի յուղաթուղթ դրեք հատակին ու վերջ։ Ժողովուրդ ջան, ես միշտ խորհուրդ եմ տալիս սոդայով փխրեցուցիչով խմորների համար բաղադրիչները տաք օգտագործել, նվազագույնը սենյակային ջերմաստիճանի։ Բայց այսօր խորհուրդ եմ տալիս ամբողջը վերցնել սառնարանից, ժամանակ խնայել եւ դրանք տաքացնել աշխատանքի ընթացքում, տաք ջրի շնորհիվ։ Հիմա կցուցադրեմ։ Թասի մեջ լցնում ենք լավ տաք ջուր, ասեմ որ ջուրը եղման չի, բայց շատ տաք է, մատը չի դիմանում։ Ու մեր աշխատանքային թասը տեղավորում ենք տաք ջրի մեջ, վերջ։ Թասի մեջ 4 ձու ենք կոտրում, մոտ 50-55 գրամ առանց կեղևի, սա կողմնորոշվելու համար։ Ավելացնում ենք 1,5 բաժակից մի փոքր ավել շաքարավազ, բաժակից ծավալը 250 մլ է։ Երբ ձուն արդեն թասի մեջ է, աշխատեք այն այդպես տաք միջավայրում ուղղակի չթողնել։ Արագ ավելացրեք շաքարավազն ու սկսեք աշխատել։ Ստանում ենք ահա այսպիսի սպիտակ թեթև զանգված։ Ասեմ, որ շաքարավազը ճիշտ է ամբողջությամբ չի լուծվում, բայց շատ քիչ է մնում։ Ինչքան լավ հիմա շաքարավազը լուծվի այս զանգվածի մեջ, այնքան վերջում մեր բիսկվիթը երեսից քիչ խոնավ կլինի ու քիչ կպչուն։ Հիմա ավելացնում ենք 2 բաժակ կաթնամթերք, իմ դեպքում մածուն է, կարող է լինել նաև թթվասեր, կեֆիր, դասական յոգուրտ կամ դրանց խառնուրդը, նայած ինչ կա սառնարանում։ Գիտեմ, որ շատերդ նախընտրում եք սոդան ավելացնել մածունի հետ կամ թթվային բաղադրիչների հետ, բայց իմացեք, որ դա սխալ գործողություն է։ Ուղղակի սոդան ալյուրի հետ ենք ավելացնում, ոչ երբեք նախապես մարելով։ Վերջում ավելացնում ենք 150 մլ բուսայուղ։ Ինչպես նկատեցիք, թասը թողնում եմ տաք ջրի մեջ մինչև վերջ։ Ավելացնում ենք նաև ալյուրը, առաջին բաժակի հետ նաև 1,5 թեյի գդալ սոդա ու 1 պտղունց աղ։ Եթե վանիլային շաքար եք օգտագործում, շաքարավազի հետ ավելացրեք, եթե վանիլին է, ալյուրի հետ։ Կաղապարը մի քանի անգամ հարվածում ենք սեղանին, որպեսզի մեծ պղպջակները դուրս գան եւ ուղարկում ենք թխվելու։ Ջեռոցը տաքացրել եմ նախապես, ջերմաստիճանը 200-ից 220 աստիճան, կախված ձեր ջեռոցից։ Վերևի եւ ներքևի ջեռոցումն ենք միացնում առանց կոնվեկցիայի։ Տասնվեց րոպեում արդեն թխված է, պատրաստ լինելը ստուգում ենք կամ մատներով այսպես սեղմելով, պետք է բավական ձիգ լինի, կամ ուղղակի չոփիկով, պետք է չոր դուրս գա։ Իսկ դու գիտեիք, որքան հաստ լինեն կաղապարի պատերը, ցանկացած կաղապարի, այնքան ավելի հավասար կբարձրանա ցանկացած թխվածք։
Սրբիչով ծածկում ենք ու թողնում ենք կարճ ժամանակում, որ մի քիչ հովանա։ Կարելի է հենց հիմա էլ մատուցել, ուղղակի որքան հովանա, այնքան ավելի հեշտ կլինի կտրել երկու մասի։ Ուղղակի մեր հարմարության համար։ Իսկ այստեղ կարող եք օգտագործել ցանկացած ջեմ, իմ դեպքում խնձորի և սալորի ջեմ է։ Շատ նուրբ թթվաշ համ ունի, արտակարգ համեղ է։ Կարելի է նաև կրեմ օգտագործել, օրինակ եփված կրեմ։ Այս տեսքով էլ թողնում ենք մի քանի րոպե, հետո կշարունակենք։ Մեր աշխատանքն արդեն ավարտվեց, կարծում եմ հավանեցիք, սիրելիներս, ինչպես տեսաք, ամեն բան շատ հեշտ է, մատչելի, արագ, կարելի է շատ արագ և հյուրերին դիմավորել այս տարբերակով, կարելի է նույնիսկ ձևավորել ինչպես ցանկանաք, կամ ուղղակի տնեցիներին հրավիրել թեյի։ Հենց հիմա թեյը պատրաստ է, այնպես որ հրավիրում եմ բոլորիդ։